Տիրոջը սիրելի Աստծո ժողովուրդ, ես ընթերցում եմ առաջի Տիմոթեոս 3-րդ գլխի 16 խոսքը, եւ այդնապես մեծ է աստվածպաշտության խորհուրդը, Աստված հայտնվեցավ մարմնում, արդարացավ հոգով, երևեցավ հրեշտակներին, քարոզվեցավ հեթանոսներին, հավատացվեցավ աշխարհումը եւ վերացավ փառքովը։ Այս վերջինը համբարձումն էր, այսինքն համբարձումն էլ Տիրոջ խորհուրդներից մեկն էր, սիրելի եղբայրներ, քույրեր, աստվածպաշտության խորհուրդներից մեկն էր։ Ես ուշադիր լսում էի նվեր եղբոր Քարոզը, այնտեղ որ այլակերպության լեռան վրա Պետրոսը զարհուրել էր, Պետրոս չէր հասկանում ինչ էր ասում, եւ ինքը Տեր Հիսուսին հավասարացրել էր Մովսեսի եւ Եղիայի հետ։ Մի հարթության վրա էր տեսնում։ Դրա համար ասում էր 3 խրճիթ կառուցենք, մեկը քեզ, մեկը Մովսեսին, մեկը Եղիային։ Սիրելի եղբայրներ, քույրեր, երբ այդ հակասությունը վերացավ իր մոտից, երբ որ երկնքից Տերը միջամտեց, երբ որ լուսավոր ամպը իջավ, այդ ժամանակ միայն ով մնաց, Տեր Հիսուս Քրիստոսը եւ Հայր Աստված ինչ ասեց, խոսեց. Դա է իմ սիրելի որդին, դրան մտիկ արեք։ Տերը թող օգնի Աստված ողորմություն անի, ամբողջ Սուրբ Գիրքը մանավանդ Եբրայեցիս թուղթը խոսում է Տեր Հիսուսի գերազանցության մասին, որ Տեր Հիսուսը գերազանց է 5 տակարանյան բոլոր քահանապետներից, քահանաներից, մարգարեներից, նաև երկնային բոլոր էակներից ինքը գերազանց է, բայց արի ու տես մարդը երբեմն ինչ անում, մարդը երբեմն հավասարեցնում է մարդկային էակների հետ։ Տերը թող օգնի Աստծո ողորմությունը լինի, պաշտամունքների հիմնական նպատակը նա է, այսօրվանն էլ նույնպես, որ մենք իրապես ճանաչենք ով է Տեր Հիսուսը մեզ համար։ Տերը թող օրհնի։ Ես ուզում եմ ընթերցել Ղուկաս ավետարան 24-րդ գլխի վերջի հատվածը, որ Արմեն եղբայրն էլ այսօր ընթերցեց։ Ղուկաս ավետարան 24-րդ գլխի 50-րդ խոսքը։ Եվ նրանց հանեց մինչև Բեթանիա եւ իր ձեռքերը բարձրացրեց եւ օրհնեց նրանց եւ եղավ որ նա նրանց օրհնելիս ջոկվեց նրանցից եւ վերանում էր երկինքը եւ նրանք երկրպագեցին նրան եւ մեծ ուրախությունով հետ տարավ Երուսաղեմ եւ ամեն ժամանակ տաճարում էին, գովում էին եւ օրհնում էին Աստծուն ամեն։ Ուրեմն իրանց առանձին հանեց Սիթենաս լեռը եւ եղավ որ նա նրանց օրհնելիս առանձնացավ եւ համբարձվեց երկինք, վերացավ երկինք եւ գրված է որ աշակերտները մեծ ուրախությունով վերադարձան Երուսաղեմ։ Շատ հետաքրքիր է, ընդհանրապես հարազատի, սիրելի, բաժանվելու ժամանակ ոչ թե ուրախություն է լինում, այլ տրտմություն է լինում։ Բայց աշակերտները ինչի մեծ ուրախությունով ուրախացան։ Պատճառները ո՞րն են։ Պատճառների մասին ես հիմա որոշ կասեմ, երկողները մի երգ պատրաստեն, որ հոգսերի համար աղոթենք, վերջի աղոթքից առաջ եւ վերջում պետք է աղոթենք։ Ուրեմն առաջի պատճառը, որ իրանք ուրախացան, մեծ ուրախությունով, իհարկե Տեր Հիսուս երբ որ իրանց ասում էր, իրանց սիրտը լսվեց տրտմությունով, որ ինքը պետք է քնա, բայց ինքը ասեց, այդ մասին գրված է Հովանու ավետարան 16-րդ գլխի 5-ից 7 խոսքերի մեջ, ժամանակի առումով այս տեղերը չեմ ընթերցում, Տեր Հիսուսն ասեց. լավ է որ ես քնամ, որտեւ եթե չքնամ, մխիթարից Սուրբ Հոգին չի գա։ Լավ էր որ ինքը քնար ինչի համար, որտեւ երբ որ Տեր Հիսուսը երկրի վրա էր, մարմնի մեջ սահմանափակ էր, ինքը չէր կարող ամենուրեք լինել։ Դրա համար ասավ լավ է որ ես քնամ, որ մխիթարից Սուրբ Հոգին գա, մխիթարից Սուրբ Հոգին որ եկավ, Տեր Հիսուսը իր Սուրբ Հոգով ամենուրեք է, փառք իր անվանը։ Առաջի բանը որ լավ էր աշակերտների համար, որ իրանք ուրախացան, սա էր սիրելի եղբայրներ քույրեր, որ Տեր Հիսուսը պետք է իրենց Սուրբ Հոգին ուղարկեր, մխիթարիչը ուղարկեր եւ նույն Հովանու ավետարան 14-րդ գլխի 18 խոսքի մեջ ասում է ձեզ որ չեմ թողնի, այսինքն այն որ ինքը քնում էր, աշակերտներին մենակ չէր թողնի, անհույս անմխիթար վիճակի մեջ չէր թողնի, ինքը մխիթարից Սուրբ Հոգին ուղարկեր, որ միշտ պետք է աշակերտների հետ լիներ, փառք իրան։ Երկրորդ սիրելի եղբայրներ քույրեր, ուրախության պատճառը սա էր, եղբայրներն էլ այդ մասին նշեցին, որ Տեր Հիսուսը համբարձվեց երկինք, հոր աջում նստած մեր բարեխոսն է,
մեր բարեխոսն է։ Այսինքն Տեր Հիսուսի երկրավոր ծառայությունը ավարտվեց, բայց երկնքում իր ծառայությունը ինչ անում, շարունակվում է, որպես մեր հանդերձյալ բարիքների քահանայապետը։ Տեր Հիսուսը երկրի վրա էր մեզ փրկելու համար, հիմա երկնքում է մեզ փրկված պահելու համար, փառք իր սուրբ անվանը։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ինչպես Երեմիան է ասում, Տիրոջ ողորմություններն են, որ մենք չենք վերջացրել, եւ ամեն առավոտ նրանք նորանոր են։ Մեծ է քո հավատարմությունը։ Տերն է իմ բաժինը, ասեց իմ հոգին։ Այն որ մինչև հիմա չենք վերջացել կանք, դա Տիրոջ ողորմություններն է, Տերն է մեզ պահում։ Ես նորից եմ հիշեցնում, փրկված վիճակի մեջ երկրի վրա ինքը մեզ փրկեց, եւ հիմա երկնքում է մեզ փրկված վիճակում ապահում, ինքն է մեզ պահում, այդ մեր հունարը չի, այնքան մարդիկ կան, որ սայթակել են, վրիպել են, ընկել են, հավատքից հեռացել են, ուրացել են, բայց այն որ ես ու դու դեռ Տիրոջ ճամփաների մեջ ենք, իր եկեղեցու մեջ ենք, ինքն է մեզ պահում, Հավիտյան իրան փառք, ինչքան էլ փառտանք քիչ է, եղբայրներ քույրեր, գիշեր ցերեկ փառտանք իրան քիչ է, պատկերացրեք խաչի վրի ավազակը, ասում էր Տեր, երբ որ կաս ինձ իջիր քո արքայության մեջ, ինչ մի լավ բաներ արել որ նրան իշեր, ինչ որ մի բան լավ կար որ իրան իշեր, իհարկե ոչ մի լավ բան չկար նրան իշելու համար, այլ դա իր մեծ ողորմությանն էր հուսացած, իր մեծ շնորհքին էր հուսացած, որտեղ ինչպես Հռոմեացիս թղթի մեջ Պողոս Արաքելը ներկայացնում է շնորհքի ճոխությունը, եղբայրներ քույրեր, շնորհքի ճոխությունը Հռոմեացիս 4:5-ում, բայց նա, որ գործ չի անում, այլ հավատում է նրան, որ Աստված ամբարիշտը կարող է արդարացնել, նրա հավատքը համարվում է արդարություն։ Այսինքն այն անձնավորությունը, որ ոչ մի բան չի անում իր փրկվելու համար, այլ հավատում է նրան, որ իր նման ամբարիշտին Աստված կարող է արդարացնել, այդ հավատքը Աստված համարում է արդարություն։ Այսինքն հուսացածը նրա անսահման ողորմության վրա, հուսացածը նրան անսահման սիրո վրա, այդ ձևի Աստծո ենք մենք պաշտում, այդ ձևի մենք Քրիստոս ունենք, այդ ձևի մենք Տեր ունենք, եւ դրա համար նորից եմ հիշեցնում, ամեն պաշտամունք Աստված մեզ համար նորից ու նորից ուզում է բացի իր որդուն Հիսուս Քրիստոսին, ուզում է որ իրապես իրեն ճանաչենք ինչպես որ ինքը կա, որ մեր սրտերը ցնցան եւ ուրախանանք դրանով։ Նորից եմ հիշեցնում, նա սիրելի եղբայրներ քույրեր երկրի վրա էր մեզ փրկելու համար եւ մա երկինքա գնաց մեզ փրկված պահելու համար։ Ուրեմն Հովհաննես 14-րդ գլխի առաջի խոսքից է ուզում ընթերցել, սա հաջորդ ուրախության պատճառն էր աշակերտների, որ իրանք ուրախացան։ Ձեր սրտերը թող չխռովեն, Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզ կասեի։ Այստեղ էս միտքը ավարտվում է։ Ուզում ասում եմ ձեր սրտերը չխռովեն, իմ հոր տանը շատ բնակարաններ կան, եթե չլիներ, ես ձեզ տեղյակ կպայի։ Հետո ուրիշ միտք է սկսում։ Գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ եւ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ ինձ մոտ կառնեմ, որ ես եմ դուք էլ լինեք, եւ որտեղ որ ես գնում եմ գիտեք եւ ճանապարհը գիտեք։ Սիրելի եղբայրներ քույրեր, Տեր Հիսուսի համբարնելու նպատակն էլ մեկն էր, որ ինքը գնացել է մեզ համար տեղ պատրաստի։ Ու ասում է գնամ տեղ կպատրաստեմ, որ տան այդ շատ բնակարանների մեջ մեզ համար տեղ պատրաստի, որ երբ որ դարձյալ կա, երկրորդ անգամ կա, ինքը մեզ իր մոտ առնի։ Սա հափշտակությունն է, այդ երանելի օրն է, որ Աստծո զավակները օթերի ցանկում պետք է դիմավորեն իրենց փրկչին եւ հավիտյան իր հետ լինեն։ Ասում է ձեզ ինձ մոտ կառնեմ, որ ես եմ դուք էլ լինեք, որտեղ որ ես գնում եմ գիտեք եւ ճանապարհն էլ գիտեք։ Տերը թող օրհնի։ Ուրախության պատճառներից մեկն էլ սա էր, որ նա ինչպես եղբայրներն էլ նշեցին, ինչպես գնաց, այդ նույն ձևով պետք է հետ գա։ Ինչի համար։ Պետք է գա իրեն սպասողներին իր մոտ տանելու համար։ Տերը թող օրհնի, ինչպես Եբրայեցիս 9-ի վերջում է ասում, ինչպես Տեր Հիսուսը առաջ անգամ եկավ մեղքի համար, երկրորդ անգամ պետք է գա առանց մեղքի իրեն սպասողներին իր մոտ տանելու համար։ Փառք իրան։ Թող Աստված օգնի, Աստծո օրհնությունը լինի, Աստծո ողորմությունը լինի, սիրելի եղբայրներ քույրեր։ Ինչպես Տեր Հիսուսը գնաց երկինք, այնպես էլ պիտի գա, նույնպես էլ սիրելի եղբայրներ քույրեր, դրա մեջ էլ իմաստ կա, դրա մեջ էլ խորհուրդ կա։ Երբ որ մենք հափշտակվենք երկինք, ինչպես Տեր Հիսուսը համբարնեց երկինք, ինչպես Տեր Հիսուսը երկրորդ անգամ եկավ, պետք է գա, մենք էլ իր հետ պետք է գանք եւ երկրի վրա
1000 տարի թագավոր ենք, փառք Իրան։ Ինքը նախորոք ասել է Աստծո արքայության մեջ դուք թագավորներ եւ քահանաներ պետք է լինեք։ Տերը թող օգնի Աստծո օրհնությունը լինի, սիրելի եղբայրներ քույրեր, ինչպես սիրելի եղբայրներ քույրերս համբարման մասին, հափշտակության մասին 5 տակարանում խորհուրդներ կա, օրինակ Ենովքի երկինք գնալը, Եղիայի երկինք գնալը, սիրելի եղբայրներ քույրերս, երկու օրինակը նմանատիպ է համբարման Տեր Հիսուսի եւ մեր հափշտակության, որ մենք պետք է հափշտակվենք։ Եվ ես այս վկայություն արել եմ մի քանի անգամ, այս պատմություն արել եմ, որ Եբրայեցիս թղթի մեջ գրված է հավատքով Ենովքի երկինք գնաց, հավատքով Տերը երկինք տարավ Ենովքին, մի փոքրիկ աղջիկ, որ Կիրակնորյա, ասենք, իրենց պաշտամունքից տուն է գալի, մայրիկը հարցնում է, ասում է, այսօր ինչ եք սովորել, այսօր ինչ են ձեզ սովորեցրել, ասում է, սովորեցրել են, թե ինչպես հավատքով Ենովքի երկինք գնաց, ինչպես հավատքով երկինք տարավ Աստված իրան, ասում է, ինչպես տարավ, հիմա այդ երեխան ոնց որ հասկացել է, այտենց բացատրում է, ասում է, մի անգամ Աստված Ենովքին ասավ, զավակս իմ հետ քայլես, ասում է, ասավ, քայլեմ, քայլեցին, երրորդ օրը տենց, հետո ասում է, մի անգամ էլ որ քայլեցին, այդ ճանապարհը այնքան երկար տևեց, շատ երկար տևեց, երևի այդ 300 տարին էր, չէ, Ենովքը ոչ թե 3 տարի, ոչ թե 30 տարի, այլ 300 տարի քայլեց Տիրոջ հետ։ Իսկ եղել է ձեր բարեկամներից, ծանոթներից, որ հարցրել են, ասեն էլի հավատքի գնում ես։ Իրանց գիտի թե այդ մի հատ ուսումնական աստությունը մի քանի տարի պետք է գրանք ու ավարտենք, չէ։ Էդի ուսումնական հաստատությունն է, բայց երկնային, որ սկսում աստեղից է վերջ չունի։ Հավիտյանը Սավիտյանից դի սովորեք։ Իրան ինչ անելու, ճանաչելու, եղբայրներ քույրեր։ Դրա համար ասենք որոշներ մտածում են ոնց կարելի է այդքան տարի գնալ հավատքի ու չհոգնել, չցանձրանալ։ Ոչ թե մարդը հոգնում ու ցանձրանում է, ընդհակառակը ավելի է նվիրվում Տիրոջը, ավելի է մոտենում Աստծուն, ավելի է ուրախանում իր փրկչով։ Եվ Եղիան այդ 300 տարին քայլեց եւ Տերը իրան տեղափոխեց։ Վերջը աղջիկն ասում է մի անգամ էլ այդ երեխա աղջիկը Տերը ասավ իմ հետ քայլեց, ասում է այդ ճանապարհը այնքան երկար տևեց, շատ երկար էր, եւ Ենովքն ասեց Տեր Աստված, արդեն ուշ է, թույլ գնամ տուն, ասում Աստված ասեց զավակս, իմ տունը ստեղից ավելի մոտ է, արի գնանք իմ տունը։ Ուտեց, ասում տեղափոխեց երկինք։ Ու այդ եղբայրը որ ներկայացնում է, ասում է ես համաձայն եմ այդ փոքրիկ աղջիկա մտքի հետ, որտեղ այդպես էլ լինելու է։ Ով է երկինք գնալու եղբայրներ քույրեր, ով որ ստեղ ապրում է իր հետ։ Ում համար ինչպես եղբայրներ ներկայացնին կրոնական բանը, չգիտեմ իր հոգսերի պատասխանի համար Տեր Հիսուսը, վերջը իր հարցերի լուծումների, խնդիրների լուծումների համար Քաբլիցի, որ էցևի մարդը, որ չի հաղորդվում իր հետ, չի հաղորդվում մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի հետ երկինքի շարժանգի։ Երկինքի արքայությունը սկսում է ստեղից, եւ որ երկինքի թագավորը գալիս է մուտքագործում մարդու սրտի մեջ, եւ այդ պահից սկսում է երկինքի արքայությունը։ Մարդը ստեղ ապրելով Տիրոջ հետ, այտենց էլ մի օր պետք է գնա երկինք։ Այնեն չի որ ստեղ ինքը ուտարացած Աստծուց, մեկ էլ հանկարծ մի օր մի հատ պետք է հրաշք լինի, մի հատ չգիտեմ խամիկա, մի բան լինի, իրան երկինք տանի, այտենց բան չկա, սիրելի եղբայրներ քույրեր։ Կորինթացիս թղթի մեջ, առաջի Կորինթացիս հենց առաջի գլխի 9 խոսքի մեջ գրված ավատարիմի Աստված, որ մեզ կանչեց դեպի իր որդու Հիսուս Քրիստոսի հաղորդությունը։ Մենք դրա համար ենք կանչված։ Տերը մեզ համար է փրկել, որ իր որդու Հիսուս Քրիստոսի հետ հաղորդ լինենք, կյանքի հետ հաղորդ լինենք, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը հորից ուղարկված կյանքն էր երկնքից, որ մենք այդ կյանքով երկրի վրա ապրենք, ինչպես օրինաց թուղթն էլ սովորեցնում է, երկնքի օրերը երկրի վրա, երկնքի օրերը երկրի վրա ապրողն է, որ երկինքը պետք է ժառանգի։ Դրա համար Աստված օրհնի, Աստծո ողորմությունը լինի, ով որ առ այսօր վերջի հանդիպել Տիրոջը, ում սիրտը դեռ գոց է եղել մեր Փրկչի առջև, երկինքի թագավորի առջև, Աստված թող օրհնի, ես 24 Սաղմոսի վերջի 2 խոսքեր ուզում եմ նվիրել ձեզ։ Գրված է. ով դռներ, բարձրացրեք ձեր գլուխները, ով հավիտենական դռներ, բարձրացրեք ձեր գլուխները, որ փառած թագավորը մտնե, ով է այն փառած թագավորը, զորած Տերը, նա է փառած թագավորը։ Աստված օրհնի, սրտի տորը բաց, հիմա մի երգ երգենք